իշխանության ուրիշ ելք չունի, ուրիշ փրկություն չունի, հանուն իրանց աթոռը պահելու համար, հանուն իրանց, որ ասում է, մեղքերը գործած այս ժողովրդի նկատմամբ մի ձևի փորձեն խուսափեն պատասխանատվությունից, բայց դա չի իրականանալու, չի ստացվելու, որովհետև այս շարժումը սկզբնական շրջանում սա ժողովրդի ձայնն է, սա հանրային շարժում է, ոչ մեկը չի կարա ստեղ տարբեր կողմերից ինչ-որ բաներ կախի, որ ասում է, ուղերձվում էին այս մեկը մյուսը։ Մենք սկզբնական շրջանում շարժումը ձևավորել ենք մտահոգության մեր հարցերի շուրջ, որպես արցախահայություն, որպես տեղահանված ժողովուրդ, որ մեր իրավունքները ոտնահարում են, դրա համար մենք եկել ենք տեր կաղնելու, ժողովուրդն է եկել այդ իրավունքների համար, ժողովուրդն է եկել իր արդարության համար, ժողովուրդն է եկել իր արժանապատվության համար։ Գոնե այս հարցերի շուրջ, որ մեկ մի ձևի արտագաղթ չլինի Մայր Հայաստանից, որովհետև ժողովրդի նպատակն է ստեղ ապրելու, մինչև այնքան ժամանակ, որ հետագա հետ վերադարձը, հավաքական հետ վերադարձը մենք կարողանանք ապահովենք։ Առաջիկա օրերին նախատեսված են դարձյալ այսպիսի ակցիաներ տարբեր կառույցների մոտ եւ հետո նորից մեծ հանրահավաք։ Այո, նույն ձևի հիմի այս մոտակա ժամանակները այդ հանրահավաքի ժամանակ բանարած ներկայացրած բոլոր կետերը ժամանակ կա իշխանության կողմից արձագանքելու, հանրությունը սպասում է այդ արձագանքներին ու ընթացքում էլ որոշումներ կայացնվելու, նայած ինչ արձագանքներ, բայց հաշվի առնելով, որ իշխանության կողմից խաբելով մեզ սարքել են անտուն անհայրենիք, կարող է էլի փորձեր են, էլի խաբելով հույսեր տան, որ ձևափոխումներ, ձևաչափեր փոխվելու, բայց մենք այդ հավատքը չունենք, մինչև հստակ պատասխաններ, հստակ որոշումներ, հրապարակային որոշումներով չկայացած լինի, որ ասում եմ ժողովրդի ապահովելու բոլոր իրանց, որ այս ծանր իրավիճակում հայտնվելու, գտնվելու բաները, կարգավիճակը բարելավելու։ Ու երկրորդը ասեմ, մենք գիտեք ստեղ ինչից ենք նեղվում, ինչից ենք, որ ասում եմ, քաշվում բոլոր այդ հասցեատերները ներկա իշխանությունն է։ Պահանջը ներկա իշխանության նկատմամբ է ու ներկա իշխանությունն էլ պարտավոր է այս իրավիճակը, որ բելեր հասցրել է ժողովրդին, այդ իրավիճակում էլ այդ ժողովրդին տեր կաղնի։ Չեք կարող կաղնեք, նորից եմ ասում, ձեզ ունեք հնարավորություն մեղմացնելու ձեր մեղքերը, հրաժարական տվեցիք, գնացիք, որ ասում է, այս ժողովուրդը, այս ազգը մի ձևի վերածնվի կամ մի ձևի մենք տեր կաղնենք մեր իրավունքներից սկսած մեր հայրենիքին։ Հանրահավաքի նախաձեռնողները մինչև վերջ արդյոք գնալու են թե ոչ։ Հանրահավաքին լինի պատասխանը դրական, կիսատ։ Այո, հանրահավաքի նախաձեռնողները ուրեմն դեղ կա խորհուրդ, որը որոշումները կայացնում է ոչ թե միաձայն կամ մի կողմանի որոշումներով, բոլոր հարցերը միշտ քննարկվում է, բոլոր որոշումները կայացնում է միշտ խորհրդի որոշումով։ Եվ այն հարցերը, որ դրվել է, այն հարցերը, որ հանրահավաքի ժամանակ ներկայացվել է հանրությանը, բազմահազարանոց ժողովրդի առաջ, պարտավոր են այդ հանրահավաքի ղեկավարներն էլ, այդ խորհրդի ղեկավարներն էլ միջև վերջը գնան, որովհետև ժողովուրդը սպասում են այդ պատասխանին։ Կանխելու նաև արտագաղթը Հայաստանում։ Կանխելու այդ առաջինը, կանխելու նաև արտագաղթը։ Ու դա ամենակարևոր բանն է։ Ժողովրդին չի կարելի հուսահատել, ժողովրդին չի կարելի իրանց հայրենիքից, որ ասում եմ, ինչ որ ձևաչափերով ստիպելով է, թե ստեղծելով է իրավիճակ, թողեն գնալու, որ ասում է ուրիշ երկրներում փնտրելու։ Դա իրավունք չունենք մենք դա անելու, չի կարելի։ Արցախը մեզ սպասում է։ Մենք Արցախին, մենք ունենք դեղ բազմահազարանոց բանարած զոհվածների գերեզմաններ, մեր պապերի գերեզմանները։ Մենք իրավունք չունենք բան անելու Արցախի նկատմամբ այդ ձևի հետ նահանջ անելու։